Երբ ամբողջ տիեզերքը գայրի, ըսկոնության ոգին եկեղեցվող խավարի մեջ։ Այս սերտողության մեջ պիտի ուսումնասիրենք Պետրոս Արաքյալի երկրորդ թուղթը, 3-րդ գլխու 10-18 համարները, աղետալի և հրաշալի զգուշացում Տիրոջ օրվան մասին։ Բայց այս սուրբ դողերը միայն ապակայի մարգարեություն չեն, այլ ներկա իրականություն։ Քարոզը գզուկորդի հայ եկեղեցվո ներկայի սարսափեցուցիչ փարոյական վտանգով, գեղձ կուսակրոնության, փարասիրության, իշխանության և մոլուցքի և սուրբության կորստյան մեջ։ Սակայն Աստված միշտ կունենա ճշմարիտ մնացողներ։ Այս քարոզը գոչ է քանդելու շուտ սուտ շինվածքները և նորոգվելու Քրիստոսի ճշմարիտ լույսով։ Թող յուրաքանչյուր լսող ոչ թե թադե, այլ քննե ինքզինք և կանգնի Տիրոջ առաջ առանց դիմակնելու։ Ողջույն հանապազօրյա հացի սիրելի ընտանիք, թող Քրիստոսի սերը և խաղաղությունը բոլորիս հետ լան։ Երբ ամբողջ տիեզերքը գայրի, ըսկոնության ոգին եկեղեցվող խավարի մեջ։ Սիրելիներ, եկեք այս ժամին միասին խոնարհենք ոչ միայն Տիրոջ անսահման սրբության առջև, այլ նաև մեր խղճի խորքի մեջ և տեսնենք, թե արդյոք կապրինք այնպես, ինչպես սպասողներ Տիրոջ օրվան, որ պիտի գա որպես կողմը գիշերին։ Արդյոք պատրաստ ենք ոչ թե թադելու այս աշխարհը, այլ մենք մեզ թադել, որպեսզի չթադվենք ուրիշներու հետ։ Արդ Արաքյալը կհիշեցնե մեզի, որ Տիրոջ օրը պիտի գա հանկարծակի, անակնկալ ցնցիչ ձևով, պիտի գա մերկացնելու սուտը, բղծությունը և ամեն ինչ, որ Աստծու մեջ է։ Արդյոք, երբ այդ օրը կգա, ինչպես պիտի գտնե մեզ Տերը, և եթե այսօր մեր շուրջը, մեր հոգևոր տունը մուտք տված են նեխն ու գեղձիկը, մենք իբրև կենդանի քարեր Տիրոջ տաճարի մեջ, ինչպես պիտի մնանք կանգուն։ Ուզեմ անդրադառնալ մի քանի կետերու։ Տիրոջ օրը որպես ամբողջական բացահայտում։ Տիրոջը պիտի գա որպես կողմը գիշերին, երբ երկինքը մեծ ձայնով պիտի անցնին, դարերը կրակով պիտի խախտին և երկիր ու անոր վրա եղող գործերը պիտի մերկացվին։ Պետրոս 3:1-10։ Պետրոս Արաքյալը կգա մեզ նախազգուշացնելու, ոչ թե վախցնելու, այլ արթնացնելու։ Երբ կխոսվի Տիրոջ օրվան մասին, իբրև կողմը գիշերին, նշան է, անակնկալի, անսպասելի և ժխտման կարելի չլալու։ Այսօր մեր եկեղեցիներուն ներսը կա գիշերային մտություն, ուր մարդիկ ինգած են և խեղաթյուրած են ճշմարտությունը, ուր ամեն տեսակի գեղձավորություն կապրի պաշտպանված պատրիարքական և կաթողիկոսական վահանով։ Սակայն գիշերը չի տևեր հավիտյան։ Քողը կգա գիշերով, բայց կբանա լույսը։ Եվ ինչպես կգրե Արաքյալը, երկինքը և դարերը պիտի ցնցվին, այլ կերպ ասած, նույնիսկ մեր ամենեն հաստատված, անվիճարկելի կարծված կառույցները, կրոնական, մշակութային, քաղաքական, թե մարդոց հեղինակությունները պիտի հալին Տիրոջ լույսին առջև։ Այս լույսը մերկացուցիչ է։ Եկեղեցին, որ ինքզին կգոչե սուրբ և սուրբ է, սակայն այսօր կվարե թագավորական և քաղաքական կառույցի պես։ Սակայն Տիրոջ օրը պիտի մերկացնե ամեն դիմակ, հոն միայն սրբությունը պիտի մնա կանգուն։ Սիրելիներ ի Քրիստոս, երբ Պետրոս Արաքյալը կգրե Տիրոջ օրը պիտի գա որպես կողմը գիշերվա մեջ, ոչ թե ժամանակի կանխատեսում է, որ կկատարե, այլ ոգեղեն ահազանգի պես կհնչեցնե Տիրոջ ներկայության կործանիչ լույսը մարդկային բոլոր գեղձ շինվածքներու վրա։ Այս բաժինը ոչ միայն ապակայի դեպք մնե, այլ մշտական հոգևոր ճշմարտություն։ Տիրոջ ներկայությունը բարբերաբար մուտք կգործե աշխարհ և անձերու մեջ թադելու, սրբելու, մաքրելու և պատրաստելու ընտիրները
արքայության մուտքին համար։ Եվ եթե Տիրոջ օրը կա այս գիշեր, ինչպես պիտի գտնե մեզ։ Պիտի գտնե արդյոք հանձնված ճշմարտության, սրբության, արդարության, թե սերտաջած աշխարհի փդած գուրքերեն ներս։ Եկեղեցին միշտ եղած է Տիրոջ լույսի պահակը, հավիտենական հուշարձամը հարության, հավատքի եւ վերափոխող սիրո։ Սակայն երբ այս տունը կմտնցվի, երբ խորանը այլևս չի փայլիր աստվածային փառքով, երբ խոստովանողներու աչքերեն գործված է Քրիստոսի վառ պատկերը, ապա իսկապես գուկա Տիրոջ օրը ոչ թե միայն ժամանակի ավարտին, այլ մեր խղճի դռներուն վրա։ Եվ այսօր, սիրելիներ, մեզի համար եղած է այս հատուկ օրը։ Երկրորդ գետը Տիրոջ օրը որպես հաղորդակցություն աստվածային արդարության։ Առաքյալը գսե. երկինքները մեծ ցայնով պիտի անցնին, դարերը գրագով պիտի խախտին։ Աշխարհի յուրաքանչյուր երևույթ, որ թարերով եղած է հիմնված մարդկային հեղինակություններու, սրբազան անհատներու, փառքի խորաններու վրա պիտի անցնին ու մաքուր մնա միայն այն, ինչ որ Աստուծո է։ Տիրոջ ներկայությունը երբեք չենք կրնար պահպանել վանական պատերեն ներս, եթե Սուրբ Հոգին հերացած է մեր աղոթքեն, մեր սեղաններեն ու խոսքերեն։ Եկեղեցին, որ ինքզին կգարձե վեհության սյուներեն, այսօր հաջող արդարությունը վերածած է սագարգելի ապրանքի։ Բայց Տիրոջ օրը պիտի մերկացնե զանոնք, ինչպես գրագը կմաքրե ոսկին, նույնպես այդ լույսը պիտի սրբե ու պիտի զադե, ով մնա կանգուն։ Պետրոսը կշարունակե. եթե այս բոլորը այսպես պիտի խախտին, ինչպիսի սրբությունով ու աստվածպաշտությունով պետք է դուք ըլլաք։ Անհարթ չի դար, այլ պատասխան կպահանջե։ Երբ եկեղեցիները ներս ավելցած են ցուցադրական արարողագարքերը եւ նվազած են սրբության ցկտումը, արդյոք հնարավոր է բրգված համարել։ Երբ քահանաները կնշանակվին ոչ թե ըստ գոչումի, այլ ըստ բարեկամական շրջանակներու, երբ անոր ամենաբարձր պաշտոնյաները զավակներ ունին, հագարակ ուսագրոնության ուխտին, երբ ընտանիքներ կբահվին քաղտնի սենյակներու մեջ եւ պաշտոնը կբահե դերունական շորով, այդ բահուն Տիրոջ օրը արդեն հասած է։ Եվ երբ առաքյալը գսե սրբություն եւ աստվածպաշտություն, ան կմատնանշե ոչ թե արտաքին բադվով վարք, այլ հոգվո թրական առաքինություն, խոնարհություն, ճշմարտության մեջ ապրող սրտի լուսավորություն եւ սրբություն առանց ճշգալության, առանց ճշմարիտ անգեղծության զուր անումն է։ Սիրելիներ, Պետրոսը 13-րդ համարի մեջ գսե սպասելով եւ առակացնելու Տիրոջ օրվա գալուստը։ Ինչպես կսպասենք այսօր։ Սպասող ժողովուրդը աղոթող ժողովուրդն է։ Սակայն երբ աղոթքն ալ վերածված է պաշտոնական բարդականության, երբ խունգը ամփույր է երկինքին եւ աղոթքի քրքույկը հավավում, ապա ուր է առակացնող հոգին։ Եկեղեցին Տերը Քրիստոսն է, եւ այսօր, երբ կահանամը իր անձնական նպատակներով գխեղատյուրե Սուրբ Գիրքը, երբ առաջնորդը կտելատրե իր քաղաքական վարքերը եւ վայելքը իբրև աստվածային ճշմարտություն, երբ հովիվը ժողովրդին առաջնորդելու փոխարեն կփախցնե անոնց, ապա այդ օրենքով չեր կառուցված Տիրոջ թագավորությունը։ Այդ փայդե սանդուղթ է, ոչ երկինք դանող, այլ Թադաստանի փոս։ Նոր երկինք ու նոր երկիր, արդարության բնակավայր։ Պետրոս առաքյալը գսե. նոր երկինք ու նոր երկիր պիտի սպասենք, ուր արդարությունը կբնակի 13-րդ համար։ Արդարությունը ոչ ծանոթություններով, ոչ գումարով, ոչ կորձարանով, այլ արդարություն զոր հոգին գծենի սրդի մեջ։ Եկեղեցվո նորացումը կարելի է միայն,
երբ նախ եւ առաջ կմերժենք սուդը։ Չկա բարեփոխում առանց խոստովանության։ Չկա սրբություն առանց դադարելու այն ամենը, ինչ որ հակառակ է Աստուծո բնույթին։ Երբ մենք սպասենք այս արտարության բնակավայրը, պիտի պատրաստվենք նախ մեր ներսի բնակարանը մաքրելով, եւ այս մաքրության առաջին քայլը ճշմարտության հանդեպ անձնական սերն է։ Սերմը, որ չի խնայեր հանցավորը, նույնիսկ եթե մոդիկ բարեկամ է, սերմը, որ չի զիջիր պաշտոններու շքանշաններու դիմաց։ 17-րդ համարի մեջ Պետրոսը կգրե. Սիրեիներ, այս բաները իմանալով զգուշացեք, որպեսզի չքաշվիք անզիջողներու մոլորությամբ եւ չգործընծնեք ձեր ամրությունը։ Եթե այս հորդերը ճշմարիտ է Պետրոսի ժամանակին, ոչ հսկայական վեհարաններ, ոչ հարուստ արկոնիկներու մեջ, ուրեմն այսօր ինչպես ավելի հրամայական զգուշությունը, երբ անճաշակ շքեղությունը, քաղաքական շահախնդրությունը եւ բարոյական անփութությունը վերածված են եկեղեցական չափանիշ։ Այդքան դեպքեր, երբ սրբազաններ պաշտոններու վրա կմնան հագարակ բացահայտ պաստերու, բայց այդ ամենը միայն փամը ցույց կտա, ամրության գորուստ, ով որ չունի ներքին ամրություն, ամենեն ուժեղ գառույցի մեջ ըլլա գչքանա։ Պետրոսը գավարտե այս գլուխը այս խոսքերով. Գսե աջեցեք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով ու գիտության մեջ։ Աջիլ կնշանակե չբավարարվիլ անցյալի դրոշմով։ Եթե գսես ես հավատացի դարիներ առաջ, հարցնենք այսօր ինչ գերբարանափոխում ունիս։ Եթե քահանա ես, ապա արդյոք Քրիստոսի հովիվն ես, թե անցիդ պաշտոնին վայելու չերևույթ։ Եթե եպիսկոպոս ես, արդյոք ունիս ձնգաչոք աղոթքի խոնարհություն, թե դիվանագիտական շրջանցումներ։ Սրբությունը չսկսիր ինստիտուտներեն, այլ անձերեն, նույնպես բարեկարգումը։ Եվ եթե այս սերտողությունը հնչե քո սրտիդ մեջ, որպես խայտ, ուրեմն փառք Տիրոջը։ Աջիլ շնորհքի մեջ կնշանակե ցկել փառքը եւ ընդունիլ խոնարհությունը։ Որպես եզրակացություն սիրեիներ ասեմ, այսօր եկեղեցին կգտնվի եզրակիցի վրա։ Մեկ կողմին փառքի եւ ժողովրդականության ծուղակն է, մյուս կողմը Քրիստոսի խաչելության ճամփան։ Մեկ կողմը թիրք, պաշտոն եւ իշխանության ծարավն է, մյուս կողմը աղքատ Պետրոսի ու ցավող Պողոսի համեստ վարքը։ Մենք ընդրության առջև ենք, որպես հավատացյալներ։ Կշարունակենք գույր հնազանդությամբ հետևիլ բոլորին, որ համասկեստով են, թե կմերժենք դադարք փառքը եւ կընտրենք մաքրության ուղին։ Դերը չուշանար, եւ երբ կա, պիտի փնտրե հոգիներ, ոչ հիմնարկներ, պիտի նայի սրտերուն, ոչ շքանշաններուն։ Արդ աղոթքով աղերսենք, որ մեր եկեղեցին վերականգնվի ոչ թե քաղաքական ելույթներով, այլ սրբությամբ, սիրով եւ ճշմարտությամբ, եւ թող յուրաքանչյուր նոր օր մեզ մղե Քրիստոսին նմանապես ապրելու։ Սիրեիներ, իմ գոչումն ու բարդականությունն է ավետարանի ճշմարտությունները ցեզ դեղեկացնել, իսկ ձեր բարկն է լսել, հասկանալ եւ կիրառել։ Ես ցեզ իրազեկեմ ոչ միայն ավետարանի ճշմարտությունը, այլ այդ ճշմարտությունը մեր օրերուն անդեսելու վտանգի մասին։ Ես ամբարդ եմ ձեր արյունեն, ոչ ոք չի կրնար ասել, որ չէ լսած ճշմարտությունը։ Թող Տիրոջ օրհնությունը մնա ձեր հետ հավիտյան ամեն։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը տեսնվելու հույսով ողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ բոլոր։